Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ազիզյան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Այսօր ուզում եմ զրուցենք, թե ինչ եղանակային կանխատեսումներ կան դեկտեմբեր ամսվա համար, ինչպիսի դեկտեմբերի սպասենք սակավ տեղումներով, թե առատ տեղումներով։ Շնորհակալություն, ուրեմն այսօր թողարկվել է մեր կողմից դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումները եւ ըստ եղանակային կանխատեսումների մենք սպասում ենք օդի ջերմաստիճանը նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայից պակաս 8-10%-ով, այսինքն սպասում ենք փոքր-ինչ տաք եւ սակավ տեղումներով դեկտեմբեր ամիս, ինչը կարելի ասել բնորոշ է վերջին տարիներին 2017 թվականից սկսած մենք գրեթե բոլոր տարիներին ունենք նորմայից բարձր ջերմաստիճաններ դեկտեմբեր ամսվա հետ կապված։ Ինչքանով է դա վտանգավոր, օրինակ, եթե նորմայից բարձր լինի ջերմաստիճանը եւ նորմայից ցածր լինեն տեղումները։ Ուրեմն այսօրվա դրությամբ հանրապետությունում ձնածածկույթի լուրջ պակաս ունենք, եթե այս ժամանակահատվածի համար մենք պետք է ունենանք 3200 մետր վարության վրա 60-70 սանտիմետր ձյուն, սակայն այս պայդրությամբ մինչև 3200 մետր վարությունները ձյունը գրեթե բացակայում է, ինչը բացական ազդեցություն կունենա մյուս տարվա ջրային ռեսուրսների վրա, որտեղ հանրապետությունում ջրային ռեսուրսների ձևավորման գլխավոր գործոնը ձնհակն է։ Պարոն Ազիզյան, օդի աղտոտվածությունը գաղտնիք չէ, որ ձմռանը էլ ավելի շատ է լինում։ Դա միֆ է, թե իրականություն, որ տեղումների շնորհիվ օդի աղտոտվածությունը ավելի կնվազի։ Տեղումները որոշակի դերակատարություն ունեն օդի աղտոտվածության լավացման տեսակետից, սակայն այսօրվա դիտված տեղումները չնչին քանակության էին, ուղղակի այն անտիցիկլոնային դաշտը, որ ձևավորվել էր արարատյան դաշտում, դա որոշակիորեն քայքայվեց, իհարկե ամբողջությամբ չէ, որոշակիորեն քայքայվեց սառը օդի լճացման հետ գործընթացը դադարեց որոշակիորեն, ինչը բնականաբար դրական ազդեցություն կունենա օդի որակի վրա։ Պարոն Ազիզյան, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ վերջին տարիներին կլիման շատ է փոփոխվել։ Ամանորին սպասենք ձյան, թե ոչ։ Ամանորին սպասենք, թե ձյան մենք կարող ենք պատասխանել դեկտեմբերի 25-ից հետո, որովհետև նմանատիպ կանխատեսումներ մենք կարող ենք տալ միայն 5-օրյա վաղօրեքությամբ եւ երկարաժամկետ նման կանխատեսումներ ցավոք սրտի ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհը նման երկարաժամկետ կանխատեսումներ չի կարող տալ։ Մենք միայն կարող ենք տալ որակական կանխատեսումներ երկարաժամկետ, այսինքն նորմայից բարձր թե ցածր։ Իսկ որքան է կազմում Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը ձմռանը։ Ձմռանը Հայաստանի միջին ջերմաստիճանը 1991-2020 թվականի միջինով, որը որ վերջին ժամանակներում փոխվել է միջին հասկացությունը եւ ընդունվում է 91-ից 2020 թվականը -4.8 աստիճան է, իսկ տեղումները մոտ 110 մմ տեղումների քանակը։ Իսկ ինչպիսի կլիմայի կարիք ունի Հայաստանը եւ հատկապես մայրաքաղաքը հիմա 2025-ին, երբ հատկապես վերջին տարիներին տեղումները սակավ են։ Ինչպիսի եղանակային պայմաններն են նպաստավոր։ Դե ինքնին Երևանը գտնվում է մեր արևադարձային կլիմայական գոտում, որտեղ բնորոշ են ձմռան ամիսներին փոքր-ինչ ավել տեղումներ, ամռան ամիսներին բարձր ջերմաստիճան, ցածր քանակությամբ տեղումներ։ Ուղղակի վերջին տարիներին ընդհանուր հանրապետությունում մենք ունենում ենք բարձր ջերմային ֆոն, ինչը բացասական ազդեցություն է ունենում ձնակուտակման վրա, եթե նույնիսկ առանձին ամիսներ մինչև 1800-1900 մետր բարձրություններում տեղումները գալիս են ոչ թե ձյան տեսքով, այլ անձրևի տեսքով, ինչը նորից կրկնում եմ, որ բացասական ազդեցություն է ունենում տարվա ջրառատության վրա։ Իսկ օրինակ աշունն էլ նկատեցինք, որ բավականին տաք աշուն էր այս տարի, դա էլ է ինչ-որ կերպ վնաս ունեցել։ Դա ուրեմն հատկապես նոյեմբեր ամիսը հանրապետությունում աչքի ընկավ բարձր ջերմային ֆոնով եւ ցածր տեղումներով, որ նորմայից մոտ 10 անգամ պակաս տեղումներ են եկել 10%-ի սահմաններում է, ինչը բնականաբար ստորերկրյա ջրերի պաշարների եւ մյուս տարվա ջրային ռեսուրսների ձևավորման վրա ազդեցություն ունենալու է խոնավության տեսակետից։ Իսկ ինչ պետք է անեն այդ դեպքում, երբ ջրային ռեսուրսները պակաս լինեն, ինչ այլ ընտրանքներ կան։ Ջրային ռեսուրսների պակասի տեսակետից մենք մարտ ամսին թողարկում ենք ջրային ռեսուրսների կանխատեսում եւ դա անպայման պետք է հաշվի առնել գյուղատնտեսության պլանավորման եւ հետագա աշխատանքների կազմակերպման համար։
Պարոն Ազիզյան, կա կարծրատիպ, որ եթե ձմռանը տաք է լինում, ապա ամռանը լինելու է շոկ եղանակ։ Դա իրականություն է, թե ոչ։ Ընդհանուր տենց օրինաչափություն չկա, բայց վերջին տարիներին մենք մինչև փետրվար ամիս կարելի ասել ունեն մենք սակավ տեղումներ, բայց ի ուրախություն մեզ կանոնային ամիսներին են բավական շատ տեղումներ լինում։ Օրինակ անցյալ տարի մեր դիտարկումների պատմության մեջ գրանցվեց ամենաչոր ձմեռը։ Սակայն բարեբախտաբար մարտ-ապրիլ ամիսներին թափվեցին բավականաչափ տեղումներ, որը որոշակիորեն մեղմեց ջրային ռեսուրսների տեսակետից ընդհանուր պատկերը։ Օրինակ, քանի չոր ձմեռ է աչքի ընկել ավելի շատ։ Դե ամենաչոր ձմեռը, ինչպես նշեցի, անցյալ ձմեռն էր 2024-2025 թվականին, չոր ձմեռը եղել նաև եւ ամենատակ ձմեռը մեր դիտարկումների պատմության մեջ 1966 թվականի ձմեռը հանրապետության միջին ջերմաստիճանը ձմեռային եղել է -1.3 աստիճան, մոտ 4 աստիճանով նորմայից բարձր։ Իսկ ընդհանուր հատկապես ցածր ջերմաստիճանային ֆոնով աչքի ընկել 1972 թվականի ձմեռը, 2002 թվականի ձմեռը, երբ որ գրանցվել են պատմական նվազագույն ջերմաստիճանները հանրապետությունում, իսկ վերջին ցուրտ ձմեռը, որ հիշողության մեջ բոլորիս մնացել է 2017 թվականի ձմեռն է, եւ կարելի ասել 2-3 ամիս արևածյան դաշտում ձևավորվեց ինվերսիա եւ արևային եղանակ գրեթե չի դիտվել։